Ողջույններս ձեզ, իմ թանկագին ազգակիցներ։ Այսօր մի փոքր ուզում եմ խոսել մի շատ կարևոր հարցի շուրջ։ Այսօր հաճախ շատ են ծամծմում այդ միջազգային պայմանագրեր, միջազգային օրենքներ, միջազգային համաձայնագրեր, այդ գաղափարներից։ Այդ ամբողջը, որ այսօր նետվել է մեր հայ իրականության մեջ, եւ հաճախ սիրում են մարդիկ ցիտել, մեջբերումներ անել, նշել, շեշտել այս օրենքը, այն օրենքը, միջազգային համապատասխանի, չհամապատասխանի, միջազգային հանրություն եւ այլն։ Լսեք, վերջ տվեք բոլոր այդ միջազգային պայմանագրերի մասին խոսելուց։ Մենք տեսանք, որ այդ միջազգային պայմանագրերը ամենակոպիտ ձևով, ամենագրեհիկ, ամենավայրի ձևով խախտվեց, երբ Սերբիայից պոկեցին մի տարածք ու արեստացին մի պետություն ստեղծեցին։ Բայց սահմանների անխախտության վերաբերյալ այդ պայմանագիրը ուր էր, բայց մադրիդյան սկզբունքներ կոչվածը, որ միայն մեզ են, այսպես մատի փաթաթանարը անընդհատ կողում մեր աչքը, բանդեղ ինչի չգործեց։ Թանկագին իմ հայեր ջան, Արևելքում եւ Ռուսաստանը եւ Չինաստանը այդ հարցերին, այդ տարածքային հարցերին ոչ թե մոտենում են միջազգային պայմանագրերի ինչ-որ շրջանակներում։ Այո, աշխատում են ինչքան հնարավոր է հաշտվել, համակերպվել, բայց գլխավորապես մնում են իրենց սկզբունքների վրա, որ տարածքային այդ հարցերը պետք է լուծվեն պատմական արդարության տեսանկյունից։ Ես այս մասին խոսել եմ արդեն ընդարձակ։ Պատմական արդարության դիրքերից։ Այսինքն, եթե Դոնբասը, Ղրիմով, բանով, այս ամբողջը, Օդեսայով, Խարկովով, Դնեպրով եւ այլն, եթե դա ռուսական տարածք է, վերադարձվի ռուսներին ու վերջ։ Կապ չունի նոր պետությունը ստեղծվել դրա վրա թե ոչ։ Այդ տարածքների տերը կա, մեռած չի դեռ, որ դուք դրա վրա նոր երկիր ստեղծեք։ Նույնը Չինաստանը, որ պահանջում էր Թայվանը, որ միացվի իր մայր հայրենիքին։ Սա միանգամայն բնական է։ Այդ տերը կա, նույնը եւ մենք։ Եվ այս ամբողջ աշխարհը մեր աչքը կողում են Մադրիդյան պայմանագրեր ստորագրեք, որ Ռոբերտը ստորագրում էր Սիրուն, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, դրա համար է կոչվում Մադրիդյան սկզբունքներ, տարածքային ամբողջականություն, փոփոխություն չլինի հանկարծ։ Իրոք։ Դա մեզ չպետք է հետաքրքրի, մենք այդ ամբողջը պետք է նետենք աղբանոցը, այդ ստորագրողներին էլ հետը։ Ինչու՞։ Շատ պարզ պատճառով։ Պատկերացրեք, դուք ունեք մի ինչ-որ տարածք եւ ձեր հարևանը ձեզանից խլել է այդ տարածքների 90%-ը, ձեր ծնողներին, պապերին բոլորիս էր եկաշել, մորթելը, եղածը ձեր կողոպտելը, ու հիմա եկել է ասում է լավ, արի անցած լինի, արի նստենք բարիշենք իրար հետ, ինչ որ կա, թող սենց մնա։ Չես ասի, դու այլ պորնիկի վաստակ։ Դու առնվազն, որպեսզի մենք հաշտվենք, նախ ամենից առաջ, առնվազն, դու պետք է վերադարձնես ինձանից խլվածը, ներողություն խնդրես, իմ վնասներն էլ հատուցես, եթե չես կարող մի անգամից գոնե քիչ-քիչ ժամանակի ընթացքում։ Բայց մեր տարածքները պետք է անմիջապես հետ տաս տեղում։ Ու ներողություն խնդրես անմիջապես, պաշտոնապես։ Նոր դրանից հետո ակնկալես մեր ներողամտությունը։ Սա այսպես է թե ոչ։ Սրանք ասում են անցած լինի, բայց ո՞նց կարող է անցած լինի։ Եթե ես դրա ժառանգն եմ այդ տարածքի, այսօր հայտնվել եմ եւ ասում եմ իմ
տարածքներ իմ ժառանգությունը հետ տվեք։ Դու ինչպես կարող ես օրինականացնել ինձանից խլվածը։ Այսինքն դու մարդասպանի, մարդակերի, վամպիրի արածը օրինականացնում ես, պարոն Արևմուտք։ Ուրեմն նույն վամպիրն ու մարդասպանն էլ դու ես։ Ուրեմն դու մասնակից ես այդ ցեղասպանությանը։ Հայոց ցեղասպանությանը։ Սա այսպես է, այլ կերպ չի կարող լինել։ Ինչ վերաբերում է նրան, որ ասում են այսօրվա թուրքերն ինչ մեղք ունեն։ Իհարկե մեղք ունեն, նրանք էլ են կիսում պատասխանատվությունը։ Շատ բարձ պատճառով։ Եթե նա ասում է ես մեղք չունեմ, այդ դեպքում ինձանից զավթածը, որ պապերդ խլել են, ինչի՞ չես վերադարձնում։ Հարց։ Դու իսկան տարի հենց այս պահին էլ նստած ուտում ես մեր ժառանգությունը, վայելում ես, կողոպտում ես մեր ունեցած, արա։ Ո՞նց մեղավոր չես։ Դու նույն ցեղասպանն ես, նույնը։ Նույն պատասխանատվությունը կրում ես դու։ Քանի դեռ չեք զղջացել, ներողություն չեք խնդրել, չեք վերադարձել մեզանից խլվածը։ Նոր դրանից հետո մենք հայերս կարող ենք մեզ թույլ տալ խոսել միջազգային պայմանագրերից, դրանք հարգելուց, միջազգային համերաշխությունից, ժողովուրդների բարեկամությունից, հարևանությունից, չգիտեմ ինչից ուզում եք։ Խնդիր չկա։ Իսկ մինչ այդ идите вы все на три буквы։ Հենց այդպես։ Ձեր միջազգային պայմանագրերով հանդերձ։ Եվ մեր հայերը, որոնք կան, որ էշեշ զրթում են այդ պայմանագրերից ու չգիտեմ ինչից։ Թող ինձ մի հատ հաշիվ տան, թե ինչ են խոսում, որ դրանով իրենք էլ ուրանում ու ոտնահարում են մեր մեղրելներին, մեր անթաղ մեղրելներին եւ մեր ազգային շահերը։ Եվ ես կոչ եմ անում իմ ազգի նվիրական զավակների եւս մեկ անգամ միավորվել, միաբանվել մի դրոշի ներքո, մի գաղափարի շուրջ։ Որպեսզի դա տեղի ունենա, ես ախր ճանապարհն էլ հուշել եմ ձեզ, ցույց եմ տվել։ Դադարեք ձեր հայացքը ուղղելուց դեպի այդ զոմբի այդ անասուն մասան, այդ նախիրը։ Դադարեք դրանց մասին խոսելուց։ Դադարեք դրանց նայելուց, դադարեք ընդհանրապես դրանց մարդատեղ դնելուց։ Դրանք ով են, ինչ թեմա է դա, որ այդ մասը դուք խոսում եք։ Ձեր հայացքը մի հառեք դրանց վրա, հասկանում եմ, գայթակղիչ է, բան, աղմուկ, աղաղակ, բան, գայթակղիչ է սա։ Բայց մի հատ լրջացեք մի պահ էլի, եւ ձեզ հաշիվ տվեք, թե ինչի մասին է խոսքը, խոսքը մեր հայրենիքի մասին է, մեր ազգի, մեր ժառանգների ապագայի մասին է։ Լրջացեք հայր ջան, ձեզ հաշիվ պիտի տաք, որ վերջապես մենք անելիք ունենք, լուրջ անելիք ունենք, եւ դրա համար մեր հայացքը ոչ թե պիտի հառենք այդ նախիրը, այլ դեպի այն իմաստուն անձիկ, ազգի նվիրական եւ շատ խելացի մարդիկ եւ իմաստությունը ընդհանրապես ասում փառք հնագույն շատ հնագույն ժամանակներից մեր պատմության մեջ այդ իմաստությունն ու այդ իմաստուն փորձառությունը փորձերը պատմական այդ ամբողջը կա ընդհանրապես պետք է լուրջ լինել եւ վերցնել այն ինչ իրոք մեզ խիստ անհրաժեշտ է եւ եթե կարող ենք դրա վրա մի բան ավելացնել եթե չենք էլ կարող գոնե այդ եղածը չկործանենք չավերենք ինչը որ անում են ներկայիս պոռնկածինները հեղափոխական որոնց ուրեմն արզ եմ ասում որոնց դիակը մենք դի փռենք այլ ճանապարհ չկա նրանք հետ չեն կանգնելու իրենց ուղուց կամ մենք կամ նրանք եւ Տիրոջ օրհնությունները լինեն միշտ մեզ հետ նրա Սուրբ Հոգու շնորհները մեզ միշտ ուղեկցեն մեզ ել ավելի շատ իմաստություն ու կամք տան անսասան հավատք ներշնչի այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն հայր ջան այսքան բան